Ողջույն ձեզ, իմ շատ սիրելի ընկերներ։ Հույսով եմ բոլոր լավ լինեք։ Այս տաք ձմեռվա եղանակում, որ մենք Լոս Անջելեսում ունենք, ես այդպես բան չիմ դες այսքան տաք լներ ձմեռվա մեջ Լոս Անջելես, եւ իմանում եք, որ շատ էլ վայրուսներ կա։ Այս դեպոր տաքու պաղանում ավելի է շատ անում դրանք։ Հույսով առողջ լինեք բոլորդ։ Մի քիչ բացատրեմ այս էպիզոդում մեր առաջիկա պարանդեսուն, որ ունենալու եմ Բերբենքում ամսի 15-ին Valentine's Day-ի մյուս օրն է լինելու եւ տարիներ այդ սրայի մեջ ծրագիր ունենալու եմ, մի քիչ COVID-ից հետո պակսեր է հիմա լավ առիթ տեսամ լավ առիթ է Valentine's, քանի որ շաբաթվա մեջ էր ընկնում, շաբաթ ուրբաթ շաբաթ էր ընկնում Մեծ ծրագիր ունենայինք, նպատակս է որ մեր ժողովրդին, մեր շրջապատին հավաքեմ իրար շուրջ եւ մենք էլ երգենք նվագենք, մի հատ լավ մթնոլորտ ստեղծենք եւ ամենամատչելի գլերով։ Առաջները մի քիչ դժվարանում եմ, մի քիչ դժվար էր, հիմա ավելի է հեշտացե, ավելի գոնե չեմ վնասվում ավելի ձևեր սովորում ես, բայց քանի որ տարիքն էլ վերավայթում մի քիչ էլ այդ աշխուժություն չունես, իր ամենադժվար մասը թիքե ծախելն է, ժողովրդին գրավելն է, ժողովուրդը մերը շատ դժվար են գալի պարանդես, շատ իրանց համար շատ ավելի առաջնահերթ է պարսկական տեղերը տան, դա ավելի հանգիստ են զգում իրancs թեկուզ շատ թանկ է, շատ տեղեր էթում են, դժգոհում են, գսեն նստում ասում են գնացինք, այսքան ծախսանք, այսքան հաշիվարան, այս լավ չէր, բայց էլի էթում են։ Բայց տենց են ժողովուրդ կան, որ այդ երկար պատմություն ուզենա պատմեմ պարսկայերս կամ արևմտայերից խնդիրներ, որ տանք մշակութային խնդիրներ, որ դարերից է գալի, որ մենք տենց ենք ելը։ Anyway, մենք էլ մեր չափին աշխատում ենք, թեկուզ իմանում ենք շատ էտանք ամեն իմանում ենք, բայց աշխատում ենք երբեմն մեր գործի անենք եւ ես ինքս ուրախ եմ լինում, եւ որ պարանդեսի վերջում մարդիկ էթում են, ասեն քեզի շնորհակալություն այդում, զգում եմ իրենց դեմքերից, եթե լավ անց է իրանց, էդի ամենամեծ հաճույքն է, որ ստանում եմ։ Ես նոր եկեմ Ամերիկա, գնացի մատ առաջի շաբաթներ եկեմ գցի մատ ռեստորան, միշտ մտածելով որ Այն ինչ որ Լոս Անջելեսի վիդեոներն են նայում, պարսկական շոու բաներ, մտածում եմ ինչ էլի։ Եկա մատ ռեստորան մտամներ, սա մատ կին երգում էր, շատ էլ լավ էր երգում։ Հետո նայում եմ ժողովուրդը 6-7 հոգի ավել չի, շաբաթ գիշեր, հետո իմ որ շատ նայում մի քիչ ուսաթափվում, ասում եմ ինձ որ սմարթը լավ էլ երգում, բայց ոչ ոք նստած չի ստա։ Ռեստորանը 6 ամիս հետո փակվավ գնաց։ Էդի ուզում ասեմ որ շատ գլենդելում շատ դժվար անտարպես տենց աշխատանքներ տանելը մեր իրանահայերի մանավանդ ամենի հիմա մենք ես էլ իրանահայ եմ տենց եմ ասում շատ դժվար է բայց թեզուզ մենք ամեն ինչ իմանալով դրանք իմանալով էլ անում ենք որտեղ սիրում ենք այս գործը ձեթ ինչ որ ժողովրդին շուրջ հավաքում ես ինքը մեծ հաճույք է տալիս։ Էսիկ դարերի պատմությունը, որ մենք հերենք տենց, օրինակ հերենք շատ պարսկական բան սիրում կամ տաճկայեր հերեն թուրքական սիրում շատ, արևմտայերը ջարդից են եք փախե, բայց էլ թուրքերեն են սիրում կամ նույնիսկ Հայաստանում են նույնը թուրքերեն մուզիկ են սիրում կամ ռուսերեն հերեն տենց, մենք փոքր ազգ ենք, այդ խնդիրներ միշտ ունենք, իսկ երկար պատմություն է այս խնդիր որ մենք ունենք բայց ես կարծում եմ որ պիտի մենք բան էլ անենք այսինքն այդ մշակույթը մեր մեջ սարքենք եթե նստես էի ասես տենցա որ ոչ մի անգամ չես անի եւ չի պիտի ուսահատվես պիտի միշտ աշխատես եւ ես տենց եմ մտածում որտեվ այդ մշակույթը պիտի մեր չէ զարգանա որ մենք պիտի ազե Իրանահայ գաղութ իրարու շուրջ հավաքվենք, մեծ տեղ ունենանք իրար շուրջ հավաքվենք, ասենք, խոսանք, հիշենք մեր անցյալը, եւ այս գոյությունը մեր այս երկրի մեջ տենցի ենք կարող պահենք։
Այդ շատ արժեքավոր բան է, որ կանա ժողովրդին հավաքես իր շուրջ, ինքն էլ մասնակից լինես, ինքդ ասես մետեղ փող ծախսեմ, որ մենք իր շուրջ լինենք։ Հենց այդքան ընկերներ, շատ ծրուխը գլուխ չցավացնեմ, հետո ծրագից դու մեր երկու լավ էպիզոդ եմ պատրաստելու, հույսով որ ընդանք լսեք, ես էլ լսեք, վերջապես մեկն էլ ուզեցավ ծրագիրին մասնակցա, կարող է ինձ զանգա, եւ լավ մնացեք, մինչեւ տեսնենք ինչ է լինելու, հաջող լինեք, bye bye